Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, ըստ բարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ։ Իջար խորհրդով ծիբանից եւ իգործոց փրկյամես եւ որ միակո արարածոց եւ մեզ բազմամեղացս Տեր ամեն։ Ողջունում ձեզ սիրելիներ, անունս Հայկ եմ Ադոյան, հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի գրադարանավարն եմ։ Շուրջ 10 տարիներ առաջ ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, ներկայումս ինչպես որ ասացի, արդեն բնակվում եմ ԱՄՆ-ում։ Եվ բացի գրադարանավար լինելուց նաև զբաղվում եմ քրիստոնեական դաստիարակության հարցերով, թեմի առաջնորդանի քրիստոնեական դաստիարակության հարցերով։ Մենք տարիներ շարունակ տարբեր ծրագրեր ենք իրականացնում, հիմա պահը հասել է, որպեսզի ներկայացնենք Հովանու ավետարանը, փորձելու ենք սերտել այն շուրջ մի քանի ամիսների, թեևս 1 տարվա ընթացքում հուսով ենք, որ այն կավարտենք, եւ այսօր առաջի օրն է, եւ քանի որ այսօր առաջի օրն է, փորձելու ենք նախ ներկայացնել, թե ինչ է գիրքը իրենից ներկայացնում, ընդհանրապես ցույց տանք, թե ինչ է իրենից ներկայացնում ու նաեւ հեղինակի մասին խոսենք։ Ուրեմն որպեսզի այլևս չերկարացնեմ խոսքս, միանգամից անցնենք բուն նյութին։ Հովանու ավետարան։ Արդեն բուն նյութը ինքնին կամ անունը ինքնին թելադրում է, որ ավետարանը գրվել է Հովհաննես առաքյալի կողմից։ Սակայն մինչև ընդհանրապես Հովանու ավետարանին անցնելը կարծում եմ, որ մեզ հիմա դիտողներից շատ-շատերը միգուցե ընդհանուր գիտելիք չունեն ընդհանրապես Աստվածաշունչ մատյանի մասին եւ տեղին չէր լինի միանգամից Հովանու ավետարանը ներկայացնել առանց փոքրիկ ակնարկ տալու, թե ինչ է ընդհանրապես Աստվածաշունչ մատյանը եւ Հովհաննեսի ավետարանը կոնկրետ այս դեպքում որտեղ է գտնվում Աստվածաշունչի մեջ։ Խոսում ենք, երբ որ խոսում ենք Աստվածաշունչ մատյանի մասին, խոսում ենք աստվածային գրքերի մի հավաքածուի մասին, 75 գրքերից կազմված մի հավաքածու է Աստվածաշունչ մատյանը։ Շատերի մոտ սխալմունք կա եւ այսօր երբ որ մենք հարցնում ենք մեր թեկուզև հավատացյալներին, իրենց թվում է թե 66 գիրք է։ Իրականում 75 գիրքն է ամբողջական կանոնը հայ առաքելական եկեղեցու, մնացած 9 գրքերը կրճատված հանվել են ժամանակի ընթացքում հիմնականում բողոքական եկեղեցու կողմից, սա կատարվել է մի քանի 100 տարի առաջ եւ ցավոք սրտի այն գրքերը, որոնք որ մենք ունեինք, հիմնական բողոքական կանոնով են գրված եւ դրա համար է որ շատերի մոտ այս թյուր կարծիքը կա այսօր 94 թվականից սկսած հայ-առաքելական եկեղեցին ուրեմն նորից վերարտադրեց, հրատարակեց մեր ամբողջական կանոնը էջմիածնում հանգուցյալ Վազգեն Վեհափառի տնօրինությամբ եւ մինչեւ օրս այդ նույն գիրքը կարծեմ 10-11 եւ եթե ոչ ավելի հրատարակություններ ունի։ Ուրեմն 75 գրքերից բաղկացած ամբողջական մի մատյան է սա, հին եւ նոր կտակարաններով, 48-ը հին եւ հետեւաբար 27-ը նոր։ Ընդհանրապես այս գրքի մասին էլ շատ տարաբնույթ կարծիքներ կան, որպեսզի չանցնեմ դրանց, որովհետեւ եթե այդպիսի միտք ունենանք, այստեղ չենք կարողանալու Հովհաննեսը ներկայացնել, շատ ծավալուն է։ Ուղղակի պիտի ասեմ, որ այս գրքերը ավանդաբար ձեզ ներկայացնեմ, հետագայում արդեն եթե Աստծո կամոք մեզ լսեք, պիտի տեսնեք, թե ինչքանով է համապատասխանում նրան ինչ որ պիտի ասեմ, սրանք Աստծո ներշնչանքով գրված գրքեր են։ Եվ երկու մեջբերում պիտի անեմ, մեկը Պողոս առաքյալից, մեկը Պետրոս առաքյալից եւ անցնեմ առաջ, որպեսզի իմ խոսքերը չլինեն։ Ուրեմն նախ առաջինը Պողոս առաքյալից բերեմ, երկրորդ Տիմոթեոսի 3:16 համարը միանգամից բացել եմ իմ մոտ կարդամ, որ ասում է. Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը եւ պատրաստ բոլոր բարի գործերի համար։ Հենց առաջի բառերը Աստծո շունչ, մենք այն հանգամանքին ենք, այն եզրակացության ենք հանգում, որ իրապես Աստծո շունչ, Աստվածաշունչ, այս բառն է, որ մենք կիրառել ենք ի տարբերություն մյուս բոլոր երկրների կամ լեզուների, որոնք բիբլոս բառից ունեն գիրք, այս գիրքը կոչվում են Բիբլիա կամ Bible, ուրեմն Աստվածաշունչ, Աստծո շնչով գրված գրքեր, որոնք որ պարունակում են այստեղ եւ Աստծո խոսքն է այստեղ պարունակվում։ Երկրորդ համարի մասին, որ խոսեցի Պետրոս առաքյալի, ինձ մոտ այստեղ նշել եմ երկրորդ Պետրոս 1-ի մեջ, այսպես է ասվում 21-րդ համարում։ Մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծո սուրբ մարդիկ։ Նորից կարդամ. Մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծո սուրբ մարդիկ։
Ուրեմն Աստծո շնչով գրված գրքեր, որոնք օգտակար են մեր փրկության համար եւ մեզ լուսավորելու, եւ սրանք բոլորը Աստծո կամքով իսկ գրված գրքեր են։ Սրանք շատ པարզ եւ նախնական ուրեմն ծանուցում Սուրբ գրքի եւ նորից եմ կրկնում, քանի որ մենք պիտի խոսենք Հովանու ավետարանի մասին, արդեն ինքնին, երբ որ սկսենք վերլուծել, սերտել գիրքը, կտեսնենք, թե ինչքանով են այս երկու համարները եւ նմանատիպ ուրիշ համարներ, որոնք որ վերաբերում են Սուրբ գրքին, բացատրում այս ամբողջ միտքն ու նպատակ։ Իրապես որ Աստվածային ծագում ունի, այլապես չէր կարող լինել, բայց սրանք զուտ խոսքեր կլինեն, եթե մենք գործնականը չտեսնենք։ Ուրեմն, երբ որ մենք խոսեցինք նոր կտակարանի մասին, Հովանու ավետարանը գտնում են նոր կտակարանի մեջ։ Նոր կտակարանը ինքնին բաժանված է հետևյալ մասերի՝ 4 ավետարաններ, որից հետո գալիս է Գործք առաքելոցը, որից հետո գալիս են Պողոսի 14 թղթերը, հետո 7 ընդհանրական թղթերը եւ վերջում հայտնությունը։ Ուրեմն այս 27 գրքերից Հովանես առաքյալը, հիմա պիտի նաև այս մասին հետագայում խոսենք, 5-ի հեղինակն է։ Ուրեմն ավետարանի, որ այս դեպքում 4 ավետարանն էր Հովանու, 3 ընդհանրական թղթերի եւ նաեւ հայտնության։ 27-ից 5-ը Հովանես առաքյալն է գրել եւ սա արդեն ինքնին, եթե տոկոսային հարաբերությամբ էլ դիտենք, պիտի տեսնենք, որ բավական մեծ գործ է, որ Հովանես առաքյալը կատարել է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ սրանք երևի թերևս ամենից խրթին եւ ամենից խորը գրքերն են, որոնք որ գոյություն ունեն մեր իրականության մեջ։ Հիմա 4 ավետարաններ, քանի որ ասացի, որ Հովանեսը 4-րդն էր, ավետարան բառի մասին խոսենք եւ կարեւորության մասին խոսենք։ Ավետարան նախ բարի լուր, Էվանգելիոն հունարեն բառից, որը որ բարի լուրը, իսկ ինչն էր այդ բարի լուրը, եթե ոչ Աստծո մարդեղացումը, մարդ դառնալը, գալը եւ մեր փրկության համար խաչվելը ու հարություն առնել։ Այս հիմնական բնորոշումներն էին, որ պիտի պարունակեին իրենց մեջ 4 ավետարանները։ Կանոնական հետևյալն են, հերթականությամբ թվենք՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովանես։ Մատթեոսի մասին կամ Մատթեոսի սերտողություն մենք նախորդ տարի արեցինք այս առաքելական եկեղեցու Սանտա Կլարիտայի այս մասում, որ կոչվում է Սուրբ Սարգիս այս առաքելական եկեղեցի, Սանտա Կլարիտան Լոս Անջելեսի շրջանում է։ Այս անգամ հիմա արդեն պիտի խոսենք Հովանու մասին։ Ընդհանրապես ավետարանները, եթե ուշադրություն դարձնեք մեր առաքելական եկեղեցի հետ ընդհանրապես մտած լինեք պատարագին, պիտի տեսնեք, երբ որ ավետարաններն են ընթերցվում, դաստառակով կամ ասենք եկեղեցի կտորի շորով է վերցվում, ի նշան սրբության, ի տարբերություն Պողոսի թղթերի կամ մարգարեությունների, որոնք որ նորից ընթերցվում են, ավետարանները ուրեմն տարբեր մոտեցմամբ է, որովհետև պրոսխում ենք ասում ուշադրություն, ասի Աստված, Աստված ինքն է, որ այս պահին խոսում է։ Ուրեմն սրանք կարծես հայրերի իսկ բնորոշմամբ, եկեղեցու մեծ հայրերի ամենասերուցքն են, կարևորագույն մասն են կարծես։ Իսկ այս 4-ի մեջից Հովանու ավետարանը ինքնին արդեն համարվում է հայրերի իսկ վկայությամբ ամենից հոգևոր, ամենից խորը տանող ավետարան եւ դրա համար եթե Եզեկիել մարգարեի մեջ առաջի իսկ գլխում տեսնում ենք 4 սիմվոլներ, սրանք հետո հայրերը վերագրում են 4 ավետարանիչներին։ Այսպես կա այնտեղ մարդը, եզը, առյուծը եւ արծիվը։ Արծիվն է, որ վերագրվում է Հովանես ավետարանչին, այսինքն մեկին տաթևացու իսկ բնորոշմամբ, որը որ վերևից, միակն է ասում է, որ վերևից թռչելով ավելի բարձր էր Աստծուն եւ ավելի խորը փորձեց մեզ գոնե ցույց տալ, թե ինչ է Հովանու ավետարան ինքնը եւ ով է ինքը Քրիստոս։ Իսկ մնացածի սիմվոլիկան էլ երևի կհետաքրքրի ձեզ ասեմ, Մատթեոսը մարդն էր, Մարկոսը առյուծը, Ղուկասը եզը, եւ ինչպես որ ասացի, արծիվն էլ արդեն Հովանեսն էր։ Նորից հիշեմ Տաթևացուն, որ ասում է մնացած 3-ը կարծես երկրի վրա են եւ մեզ փորձում են Քրիստոսի երկրային բնությունը, մարդկային բնությունը ներկայացնել իր տարբեր կողմերով, իսկ Հովանեսն է, որ միանգամից իր աստվածային էությունն է մեզ ներկայացնում, սկսելով ի սկզբանե էր բանը եւ բանն Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր այս բնորոշմամբ։ Հիմա փոքրիկ համեմատական եմ ուզում անցկացնել եւ տեսնել, թե ինչու է սրանք տարբեր։ Օրինակ, եթե Մատթեոսի ավետարանը մենք փորձենք կարդալ, պիտի տեսնենք, որ Մատթեոսի ավետարանի սկիզբը արդեն բնորոշում է իր նպատակը։ Օրինակ նա ասում է այստեղ Հիսուս Քրիստոսի Դավթի որդի Աբրահամի որդու ավետարանը։ Եթե մենք ուշադրություն դարձնենք ժամանակագրական առումով, Դավիթ Աբրահամից հետո էր, շատ ավելի հետո էր, քան առաջ։ Բայց Մատթեոսը դիտավորել Դավիթին Աբրահամից առաջ է դնում,
Ի տարբերություն Մատթեոսի, ով շեշտում է Դավթի որդի եւ Աբրահամի որդի Քրիստոսի այս պահը, Մարկոսը ավելի առաջ է գնում եւ դրա համար նաեւ ոմանք հայրերից, անշուշտ նորից եկեղեցու սուրբ հայրերից նրան առյուծի այս տիտղոսը փորձեցին վերագրել, որտեղ միանգամից չի ասում Դավթի կամ Աբրահամի որդի, այլ ասում է Աստծո որդու ավետարան, Հիսուս Քրիստոսի Աստծո որդու ավետարանը։ Տեսեք, շատ ավելի բարձր կարծեք մակարդակի վրա դրեց, տարբեր բան է լինել Դավթի կամ Աբրահամի որդի, տարբեր բան է լինել Դավթի որդի, ներողություն Աստծո որդի։ Եվ այստեղ արդեն շատ մեծ առաջընթաց ենք տեսնում, ու սա արդեն նորից տեսնում ենք, թե ուրեմն իր նպատակը ինչ է։ Եվ հետագայում նաև ավետարանի մեջ պիտի նաև սա էլ տեսնենք։ Բայց հիմա մեր նպատակը Մարկոսը չի։ Ղուկասը այս պարագայում առաջին իսկ բառերից մեզ հստակ ցույց է տալիս, որ ինքը լսածն է, որ գրել է, չնայած նաև ասում է, որ ինքը նաև ականատես է եղել, բայց նաև օգտվել է տարբեր աղբյուրներից, եւ մենք հետո ավանդաբար եւ նաև ընդհանրական եկեղեցին ընդունում է, որ Ղուկասը նույն ինքը Պողոս Առաքյալի աշակերտն էր եւ նաև Պետրոսի հետ էլ առնչություն ուներ եւ նրանցից աշակերտներից լսածներն էր, որ իմի վերեց եւ գրեց եւ ինքը բժիշկ էր։ Հիմա Հովհաննեսին նորից վերադառնամ ու տեսնենք, թե այս երեքի կողքին Հովհաննեսը միանգամից կարծեք սկսում է շատ խրթիլ մի բառերով, ի սկզբանե էր բանը, խոսքը, այսինքն եւ խոսքն Աստծո մոտ էր եւ խոսքն Աստված էր։ Այս առաջի եւ մնացած հետո բոլոր համարները մենք պիտի մեկնենք, բայց որպեսզի ցույց տամ ձեզ տարբերություն, ուզում եմ տեսնեք, որ խոհափիլիսոփայական շատ լուրջ միտք է այստեղ ներառված եւ հետո այդ բանի գաղափարը խոսքի պիտի դառնար 14-րդ առաջի գլխի 14-րդ համարում բանը մարմնացավ եւ մեր հետ մարդ դարձավ եւ բնակվեց մեր մեջ այս վերևից կարծես իջեցնում է մեզ եւ այստեղից Հովանու վկայությամբ Հովանես Մկրտչի տանում է միջև վերջ գրքի նպատակը շատ կարեւոր է Հովանես ավետարանչի ինքը հստակ եւ իր բառերն եմ այստեղ ուզում որպեսզի տեսնենք, հստակ ցույց է տալիս, որ ես սա գրել եմ, որպեսզի տեսնեք, որ Հիսուսը նույն ինքը Քրիստոսն է։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, այսօր մանավանդ Ամերիկայի մեր իրականության մեջ Հիսուս եւ Քրիստոս բառերի տարանջատում են դիտում։ Եվ սա իմ խորին համոզմամբ քաղաքեդոնական այս երկվության հետևանքն է, որ Հիսուսն իբրև մարդ, իսկ Քրիստոսն իբրև եկեղեցու կողմից շինծու դարձված Աստված, որը շատ մեղադրելի մի շատ սխալ մի երևույթ է։ Իսկ Հովհաննես ավետարանիչը շատ հստակ էստեղ մեզ ասում է, որ այս գիրքը գրվեց, որպեսզի իմանաք, որ Հիսուսը նույն ինքը Քրիստոսն է։ Եվ սա շատ կարևոր է։ Բացի դրանից, նա նաև հետևյալ վկայություն ունի, որը ուզում եմ նորից կարդալ։ Ասում է այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց, իսկ դրանք եւ գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Նա նաեւ ասում է, որ ինքը ճշմարիտ վկայություն է տալիս այն ամենին, ինչ որ գրված են այստեղ։ Եվ հետագայում այս ճշմարիտ բառը այնքան շատ պիտի հանդիպենք Հովանու ավետարանի մեջ, որ շատ հեշտ կարող ենք այս ավետարանը կոչել ճշմարտության ավետարան, դե բազմաթիվ անգամ այս ճշմարտության եւ ստի տարբերությունը կամ լույսի ու խավարի տարբերությունը նմանատիպ այսպիսի շատ լուրջ տարբերություններ ինքը մեջ է բերում ցույց տալու համար, թե որը մենք պիտի ընտրենք եւ որը մենք պիտի չընտրենք եւ ստանալպես առաջ գնանք։ Ուրեմն նպատակն էլ հետեւյալն էր՝ վկայել, որ Հիսուսը Քրիստոսն է, այսինքն նույն սպասված Մեսիան է, Աստծո որդին եւ ամենաբարձր նույն ինքը ճշմարիտ Աստված։ Եվ նաեւ երկրորդը, որ նորից կարեւոր է, որ ինքը այնինչ որ գրեց, ինքը ճշմարտությամբ գրեց, որովհետեւ ինքը իսկ ականատեսն էր։ Ուրեմն երբ որ այս երկու հանգամանքները մենք տեսնում ենք, շատ կարևոր ու վավերական հիմք է տալիս մեզ, ենթադրելով, որ այս գիրքը շատ կարևոր մի բան է, որ պիտի ընթերցենք ու կարողանանք հասկանալ հայրերի իսկ վկայմամբ լրջորեն մոտենալու դեպքում միայն։ Այլապես այս գիրքը մեզ անհասանելի կլինի եւ ուզում եմ նորից կարևորեմ այս գաղափարը, որ Հովանու ավետարանը ամենակարծես աստվածաբանական խորք ունեցող գիրքը լինելով հանդերձ, ամենամեծ տեղիքն է տալիս հերետիկոսությունների ու աղանների, որովհետեւ շատ խրթին ու խորն է եւ ամեն մարդ դարերի ընթացքում դեռ առաջին իսկ դարից սկսած փորձել են յուրովի մեկնել եւ սխալ ուսմունքների եւ ուղղությունների են հանգել։ Ուրեմն կարեւոր է որ մենք աղոթքով եւ իրապես լրջությամբ մոտենանք գրքին ու նաեւ եկեղեցու մտքով հասկանանք գիրքը։ Հիմա եկեղեցու միտք, երբ որ ես ասացի, հետեւյալը բացատրեմ, թե ինչի նկատի ունեմ։ Եկեղեցին ունի իր դավանանքը եւ ունի իր վարդապետությունը, որոնց որը հիմնված է երկու հիմնական կարևորագույն աղբյուրների վրա։ Մեկը Սուրբ Գիրքն է իբրև
գրավոր ավանդություն, մեկը եկեղեցու սրբազան հայրերի գրվածքներն ու ընդհանրապես եկեղեցու մեջ պահպանված դավանաբանական բնորոշումներն են, ասենք հավատո հանգանակները եւ նմանատիպ այլ կարևոր հարցեր։ Սրանք էլ երկրորդն են։ Եվ նորից Տաթևացուն հիշում իր բնորոշմամբ այս երկուսը կարծես արծվի երկու թևերի նման լինեն, որոնք որ եթե չլինեն մեկը կամ մյուսը, չենք կարող մենք բարձրանալ երկինք թռչել, իսկ եթե երկուսը կան, ուրեմն մեզ պիտի օգնեն, որ մենք բարձրանանք երկինք, ներողություն։ Ուրեմն եկեղեցու միտք, երբ որ ես ասում եմ, մի նկատի ունեմ սուրբ հայրերի մեկնությունները, այստեղ թվեմ, թե ինչ մեկնություններ պիտի օգտագործենք այս սերտողության համար, օգտագործելու ենք եկեղեցու մեջ պահված ամենահին մեկնությունները երբևիցե եղած։ Առաջինը Օրիգինես անունով շատ մեծ աստվածաբանի մեկնությունն է, որը որ 220-ական թվականներին գրված մեկնություն է։ Ինքը հասել է Հովանու միջև 12-13-րդ գլուխները, դրանից հետո այլ չի կարողացել, ըստ երևույթին մահացել է եւ չի հասցրել միջև վերջ մեկնել։ Դրանից հետո մենք պիտի օգտագործենք Հովան Ոսկեբերանի ճառերի հավաքածուն Հովանու ավետարանի վերաբերյալ, որը շատ կարևոր աղբյուր է մեր համար, ունենք մեր մոտ է, որից հետո Գյուրեղ Ալեքսանդրացին կա, որ նորից Հովանու ավետարանի մեկնությունն շատ խրթին ու բարդ, որտեղ ինքը արդեն լուրջ աստվածաբան է, սա էլ ունենք մեր մոտ։ Նրանք ովքեր որ հայրաբանությանը մի քիչ ծանոթ են կամ եկեղեցու պատմությանը կգիտակցեն, թե ինչպիսի մեծ անձանց եմ ես թվում։ Դրանից հետո Օգոստինոս Երանելին կա, որ արամեծյան աշխարհին շատ մեծ դեմքերից մեկը ինքը ունի ճառերի շարք, 120-ից ավել, իրեն պիտի օգտագործենք։ Եվ Նեստորի ուսուցիչը կա, որը որ հերետիկոս համարվեց, Թեոդոր Մապսուեստացին, ինքն էլ մեկնություն ունի ավելի համառոտ, այս մեկնությունն էլ օգտագործում եմ, որպեսզի տեսնեմ, թե կարծես նեստորականություն ընդհանրապես սխալ ու ճիշտ մտքերը եկեղեցուից կողմից բնորոշված, ոչ թե իմ կարծիքով, ինչպես կարող են օգտագործվել։ Իսկ մեր հայրերից մի քանի մեկնություններ կան, որոնք որ դեռ մեզ հասու չեն, միակ գոնե ինձ հասանելին Տաթևացու Հովանու ավետարանի մեկնություններ, որը եւ կա, իսկ իհարկե նաեւ փոքրիկ մեկնություն ունենք Ստեփանոս Սյունեցու 4 ավետարանների մեկնությունը, սա ինքնին արդեն ունենք մեր ձեռքի տակ։ Ուրեմն այս մեկնությունների շարքն է, որ մենք օգտագործելու ենք Հովանու ավետարանը սերտելու համար։ Ուրեմն այսքանը խոսեցի ցույց տալու համար, թե ինչ մեկնություններ եմ օգտագործելու Հովանու ավետարանը մեկնելու համար կամ սերտելու համար, որովհետեւ կարծես հոմանիշ եմ թվում մեկնել եւ սերտել, մեկնելը գոնե իմ գործը չէ, որովհետեւ դեռ գիտելիքներ շատ թերի են, որպեսզի կարողանամ մեկնել այսպիսի մեծ գործ։ Ես ուղղակի սերտելու եմ այն ամենը, ինչ որ եղել է, եւ փորձելու եմ ըստ այդմ ներկայացնել ու մեր ունկնդրին ու հանդիսատեսին տալ։ Հիմա փոքրիկ անդրադարձ նաեւ թե գրման վայրը եւ թվականի մասին ու այսքանով պիտի փակեմ այսօրվա մեր ուրեմն հաղորդումը հետեւյալն է։ Ընդհանրապես կարծվում է, որ գրվել է Եփեսոսում։ Այսօր Եփեսոսը գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց ժամանակին շատ մեծ կենտրոն էր եւ քրիստոնեական եւ նախաքրիստոնեական շրջանում, արդեն հեթանոսական շրջանում շատ մեծ քաղաք էր համարվում, շատ հայտնի։ Ուրեմն Հովանես Ավետարանիչը Եփեսոսում ապրելիս հետո Տրայնոսից առաջ արդեն աքսորվում է, Կայսրից առաջ աքսորվում է Պատմոս կղզի, համաձայն ավանդության այնտեղ հայտնությունն է գրում, որից հետո նորից Կայսրի մահից հետո վերադառնում է ուրեմն Եփեսոս եւ այնտեղ արդեն գրում է իր ներկա ավետարանը։ Ուրեմն շատերը երևի չեն անդրադառնում, բայց այս ավետարանը ժամանակագրական առումով համաձայն եկեղեցու պատմության գրվել է ամենից վերջինը։ Մենք այստեղ վկայություն ունենք, որ Հովանեսը մահացել է 101 թվականին։ Եթե սա ընդունենք կամ գոնե 100-ի մոտ կամ մինչև 199, 100, 101 այս թվականներին, ուրեմն գիրքը այս շրջանում պետք է որ գրված լինի, որովհետև եթե ուշադրություն դարձնեք Հովանու ավետարանի 21-րդ գլխի վերջավորության, այնտեղ կարծես տեղ կա, որ հավելում կատարված լինի, որովհետև երբ որ Պետրոսը հարցրեց Տիրոջը, թե սրան ինչ պիտի լինի, քայլում էին, եթե հիշում եք, ասեց քեզ ինչ, եթե ես ուզում եմ, որ ինքը կենթանի մնա, ողջ մնա, միջև որ ես կամ եւ ասում է եղբայրների մոտ այն կարծիքը եղավ, թե նա պիտի չմահանա, բայց Տերը չասեց, թե չի պիտի մահանա, այլ թե քեզ ինչ, եթե ես կամենում եմ, որ ինքը կա եւ ոմանք աստվածաբաններ կարծում են, որ սա փոքրիկ հավելում դրվեց վերջում ամենավերջում ցույց տալու համար, որ սխալ ձեր կարծիքը մի կիրառեք, Տերը չասեց, որ ինքը չի մահանալու, այլ որովհետեւ
ինքը պիտի երկար ապրեր, եւ սա էր ամբողջ միտքը կարծես։ Իհարկե այս մասին մենք դեռ կգանք։ Ուրեմն 100 կամ 101 թվականներ գրվել է Եփեսոսում, հետաքրքիր է, որ արդեն հետագայում 4 դարում իր գերեզմանի վայրում մեծ տաճար է կառուցվում, որը միջև օրս էլ ավերակների, խոնարհված ավերակների ձևքով պահպանվում է, իհարկե, քանի որ Թուրքիայում եւ այս չարաբաստիկ դեպքերը կատարվեցին քրիստոնյաների հետ, ոչ միայն հայերեն, այլ տարբեր քրիստոնյաների, ընդհանրապես շատ քիչ բան է, որ պահպանվել է Թուրքիայում իբրև քրիստոնեական կոթողներ։ Երանի լիներ եւ մենք էլ կարողանայինք տեսնենք։ Ուրեմն հիմնականում սրանք էին։ Հաջորդ մեր թողարկմանը մենք մի քիչ ավելի հեղինակի անձի մասին պիտի խոսեմ եւ նաեւ պատմական վկայությունների մասին պիտի խոսեմ։ Սա ինքնին ամբողջացումը պիտի լինի ներածության։ Իսկ հիմա նորից պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ մեզ լսում եք, մեզ դիտում եք, հուսով եմ, որ օգտակար կլինի այս հաղորդումները ձեզ, մենք էլ մեր լավագույնը պիտի փորձենք անել, որ մեր ժառանգությունը, քրիստոնեական ժառանգությունը, որ շատ հաճախ մոռացվել է, մեր իսկ կողմից, մեր հայերի իսկ կողմից, փորձենք վերազարթոնք ապրեցնել, այսինքն հնարավորինս մատուցել ձեզ, սիրելիներ, ուրեմն աղոթքով պիտի խնդրեմ, որ փակենք։ Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Պահապան ամենայնի Քրիստոս, աչ քո հովանելիցի վերամեր, իտվե եւ իգիշերի, ինստիլի տանը, գնալի ճանապարհ, ինջել եւ իհառնել, զիմի երբեք սասանեցայց, եւ ողոր միա քո արարածոց եւ մեզ բազմամեղացս Տեր։ Ամեն։